Բարի ողջույն ժողովուրդ։ Ես գուզենամ իջև մեր հաղորդման սկսելը զանգերին պատասխանել եմ երկու բառով մի փոքրիկ տեղեկատվություն տամ, որպես աստղաբան, քանի որ հիմա բոլորը այս պատերազմական վիճակից Իրանի եւ Իսրայելի հետ կապված խառնվել են ու անհանգստացել են Հայաստանի համար, շատ իզուր եք անհանգստանում։ Հանգիստ մնացեք բոլորդ, մենք վտանգ չունենք, մեզ վտանգ չկա, դեռ վտանգ չկա, հանգիստ, բայց աշտան ավելի շուտ նոյեմբեր, դեկտեմբեր դեպի գնացող, բայց էլի ես չեմ վախեցնում, ոչ էլ այտենց կնիկ եմ դնում իմ ասածներին, հանգիստ կացեք։ Այս ինչը, որ Իսրայելը արեց Իրանի վրա, դեռ մի քիչ երկարատև է գնալու, բայց Իրանը այդպես անպատասխան չի թողնի։ Նա էլ հարվածները կտա, ուղղակի անբեղ սոհիր շատ է լինում, դա սարսափելի ու ամբողջ աշխարհում է պատերազմական վիճակ, ամբողջ աշխարհում, դա դեռ վերջը չի, բայց ես վաղուց եմ ասել ամենահանգիստը Հայաստանինն է, ու ոչ մտեղ է թող չթողնեն Հայաստանից չգնա։ Ու ովքեր այս ամեն ինչը ստեղծում անում է, այնտեղ երկնային աղետներ ավոր սպասվելու է։ Սա հենց այնպես չի, Աստծուն շատ են զայրացնում։ Տեզերքը շատ են խառնում, օվկիանոսն էլ են խառնում, դա այդ նավագնացություններն է, ու տեզերքն էլ են խառնում, որտեղ վտանգներ սպասվում է։ Հիմա որ Հայաստանի համար հանգիստ եղեք ու սադրանքներին մի գնացեք առանց այդ խառնված այրեր ամբողջ ժողովուրդը, կրոնական պատերազմն է ամենից վտանգավոր, որը գնում է արդեն։ Ամենից վտանգավորը կրոնական պատերազմն է, որը ունի շատ վատ հետևանքներ հետագայի համար։ Այս սրանից վախեցեք, բայց այս պատերազմական վիճակից մի անհանգստացեք, որտեղ մեզ չկա այդ վտանգը։ Ու Պարսկաստանը ոտքի կկանգնի եւ հակահարված կտա։ Այսքան։ Հիմա պատասխանենք հեռախոսային զանգերին, տեսնենք այսօր ինչեր, ով ինչ խնդիրով կդիմի մեզ։ Մամաներ, պապաներ։ Ալո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, տեկին լեսյա։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Ես հոդա ցավեր ունեմ։ Ձեր անունն եմ ուզում իմանալ։ Կարինե։ Ասեք, լսում եմ ձեր հուզող հարցը։ 16 տարի հոդա ցավով եմ տառապում, այսինքն իմ մատերը, ոտերիս մատերը եւ ձեռքերիս մատները լրիվ թեքվել է, հա, հետո հոդերս, կոնքազրերս ու ծնվերս շատ ահավոր ցավում են, նամանավանդ այս դժվար այդ անպամած եղանակին, անձրևին, ինչ կարող եմ անել։ Կարնի ջան, քանի տարեկան եք դուք։ 57։ 57 տարեկան, եւ դուք իմ նախ առդ ներողություն եմ խնդրում, ու չգիտեմ ինչի համար, ինչի համար եք դուք ինձ դիմում, որ ես ինչ անեմ։ Ես ոչ բժիշկ եմ, ոչ էքստրանս։ Կարինե, ես էքստրանսից չեմ, ես առողջական էնել նման հարցերով ես չեմ կարող։ Ես ինչ կարող եմ ձեզ անել։ Բա ինչ հարցեր կան, տեկին լեսյա ջան։ Ես աստղահոգեբան եմ, ես խոսում եմ աստրոլոգիան, գարոսկոպ անհատական նայում եմ, հիմնական ընտանեկան հարցերն են, զույգերի հարաբերություն, առողջական, ես ասում եմ ճիշտ է մարդու օրգանիզմին, որ մի օրգանն է ոչ կարգի, որ թույլ է, այսպես աստրոլոգիան համարում է թույլ տեղերը օրգանիզմի, որ ինչ կարելի անել, բայց ես որ ասենք թե քո գլուխը, քո աչքը, քո փորը լավ չի, հետևողականների գնա այդ ուղղությամբ։ Վիրատման օրեր, լավ կլինի, վատ կլինի, շատ հարցեր ինչի որ ընտանիքին է, բայց հիմա դուք լուրջ խնդիր եք ձեր առողջականին ասում, որ ես ի վիճակի չեմ, ես ընդհանրապես առողջականի հարցով չեմ աշխատում, որտեղ դա իմ ոլորտը չի։ Ճիշտ է, կա առողջապահական միդիցինսկի աստրոլոգիա կա, առողջապահական հոգեբան աստրոլոգիա կա, բայց դա բուժում չի, դա ցույց է տալիս, որ իրոք այս մարդը ինչ հիվանդակամ, ինչից է եղել եւ ինչ պետք է անի, բայց ոչ թե բուժենք։ Մենք ելք ենք տալի գնաց բժշկի չգնաց, երկարատևա, երբ գնաց բժշկի, երբ հարմար վիրահատություն, մենք ոչ աստղաբանը ոչինչ չի անում։
Ինք ուղղակի ելք է տալիս, ես հիմա ոնց բուժեմ ձեր ձեռքով, ոտք ասեք խնդրեմ, բժիշկի դիմել եք։ Իհարկե դիմել ենք, այս 16 տարի հիվանդանոցներն են, Եվ ինչ։ Ես շատ եմ լսում, ես շատ եմ լսել, իմ ընկերուն էլ սիստեմա էր ստացել, սխալ էր մտել երակը, թե ինչ էր արել, ամբողջ ձեռքը, քանի ամիս ուռել էր ուսից միջև մատներ ուռել էր ցավում, էլ տոկեր ընդունեց, էլ ինչ ասել տեղորակ, սրոսկում ոչ մի բան չի օգնել։ Տատիկական հեքիմական բուժումը դրեց ինտերնետում մեղրով, չգիտեմ ինչով արել էր, անցել է ցավը։ Ես չեմ կարող ձեզ այդպես բան ասեմ, բայց մի քիչ ճիշտ չի, ես ոնց որ բժշկությանը քննադատ եմ։ Ես բժշկությանը չեմ քննադատում, ուղղակի կան բժիշկներ, որոնք այդքան ճիշտ չեն։ Դուք պետք է գտնեք հիմնական պատճառը, առաջինն է դա, գտնեք պատճառն ինչից է, որ հետո հետևանքն իմանաք։ Բայց դուք այդքան երկար տարի խնդիրը ունեք ու դիմել եք ասեցին, որ բան ունեք, ձեր օրգանիզմում ինֆեկցիա կա, այդ ինֆեկցիան նստել է հոդերը, դրանից էլ առաջացել է հոդային ցավ։ Բա ինչ պետք է անեք։ Ռևմատոիդ արթրիտային մոտ, ու ասեցին, որ էսի բուժվեք, կանցնի, եթե ինի անցավ, ուրեմն կանցնի, ոչ մի բանից չկա։ 16 տարի բուժվում եք։ Բուժվել եմ ոչ մի բան։ 16 տարի բուժվում եք ու արդյունք չկա։ Ահա։ Այդ ինչ բուժում է, ես չհասկացա։ Դե ասում են անբուժելի է, դու դեղորայքով, բայց դեղորայքն էլ չի օգնում, թիքին լուսյա։ Ես չեմ հավատում ոչ մի դեղորայքի։ Չեմ հավատում, որտեղ դեղերը կարգին չի։ Ես էլ եմ դեղ ընդունում, ես էլ դեղ ընդունում եմ ճնշման, հիմա մեծամասնությունն եւ ճնշման եւ հորմոնների ոչ մի դեղ էլ չի օգնում։ Մի րոպե ես քեզ հիմա նայեմ, տեսնեմ իրոք այդ գենետիկա թե չէ, քանի որ զանգահարել ես, այտենց չլինել է անպատասխան, գոնե ինչ-որ մի բան, գոնե մի փոքրիկ լույս ասեմ քեզ, հիմա ինձ ասա քո տարեթիվ ամսաթիվ, դե սպասի, մի րոպե սպասի, դու թթվածինի կարիք շատ ունես, քեզ թթվածին է պետք, նշանակում է մաքուր օդ, Էսա ստամոքսի ցտելակ է, մամայիդ մոտ է քո հղիության ժամանակ ա եղել, միգուցե նաև 20 տարեկանում, մամայիդ մոտ էլ տենց կա հոդերի հետ կապված խնդիր։ Հոդերի հետ չէ, մամաս իշավ ունի։ Էսա այստեղ վերջույթները ցույց տվեց, որ կա քեզ մոտ։ Դու շատ ես նստած եղել, չես քայլել։ Աշխատանքը վիճակով աշխատում եմ, մինչև հիմա էլ աշխատում եմ։ Չէ, այդ չեմ հարցնում։ Աշխատանքդ ինչպիսին է, շարժվող է, թե նստած ես։ Չէ, շարժվող է, ես դասվար եմ եղել, բայց ես 4 տարի գրադարանն եմ։ Բա գրադարանը նստակյաց է։ Տես ողնաշարդ, հոդերդ, վերջույթներդ, ստամոքսը, սրանք են քո թույլ տեղերը համարվում։ Ծոծրակիցը սկսված միջև քո պոչուկը թույլ է համարվում։ Ու սխալ բուժման հիման վրա քեզ մոտ տվել է բարդություն։ Ու 17 տարի գնում ասա, հեսա 17-ն էլ էստեղ կա։ Քեզ ինչ է պետք, մաքուր օդ, շփում մարդկանց հետ ու թեթե, այդ վաղուց հիմա չի, բայց հիմա էլ կարող ես, որ շատ ծանր ամեն ինչ չտանես, քո սխալն էլ անցյալը քչփորելն է, քեզ բացարձակ ստրեսեր, դեպրեսիաներ, վատ ինֆորմացիաներ չի կարելի։ Դու երբեք վատ բան չպետք է լսես, երբեք։ Ու մի բան ասեմ զարմանալի չլինի, որտեվ ես հիմնավորված եմ ամեն ինչ ասում։ Գնա մի հատ խելոք բարի մոմ թափողի մոտ թող քո վրա մոմ թափի։ Ուզում ես գնա քահանան թողանից, բայց քահանան մոմ չի թափում։ Գնա թող մի լավ բարի կին քո վրա մոմ թափի, որտեվ աղոթքներն էլ քո վրա պիտի աղոթք արվի։ Արել եմ տիկին Լեսիա։ Անդադար պտարի։ Սիվանդությունը ձեռք բերել, շատ տեղեր եմ գնացել ու մոմ թափել եմ տարբեր տեղեր, ինձ ասել են, որ հիվանդ ես, ասու հիվանդ ես, էլի ոնց որ սրտի հիվանդ ես, ոչ թե։ Քո սխալն է տեղա, որ շատ տեղեր ես գնացել։
Հա դե տենց է լինում, մարդը որ փրփուրների մեջ է լինում, ամեն տեղի դիմում է, որ տեղից մի բան։ Հաբերին վիճակը նենց է, որ ես մի ժամանակ 3 ամիս ահավոր վիճակի եմ եղել, որ ինձ ասում էի, որ էլ չի ապրի։ Ես ասու հույսով եմ ապրի, քցեր եմ ասում ու ճիշտ է սա։ Հիմա էլ ապրում եմ, հա, սրբերով եմ վերել։ Էլի կապրես, Կարինե ջան, այդքան ես տեղ վտանգավոր բան քեզ չտեսա, ուղղակի զգուշեղի չընկնես, հիմա քո մոտ այդ սատուր մոլորակը նայում եմ, զգուշեղի, որ գլխի հարվածներ էլ չլինի քեզ մոտ։ Դու կյանքով ապրի, կյանքով, երկորակ ես դու, օդնա, դու պետք է շնչես, մաքուր, դու լավ թթվածին պետք է քաշես։ Բնությունը քեզ շատ լավ է, շրջապատը մաքուր, ժպիտով, հումորով մարդկանց պետք դու են բառը պարզ քեզ ասում, նեխած մարդկանց հետ գործ չունես։ Հա։ Այն բողոքականներ կան։ Նեխած մարդկանց չեմ էլ սիրում։ Քեզ դրանք հարկավոր չեն։ Հիմացի շրջապատ, որտեղ մտար տեսար բողոքականներ, անդադ բողոք, լաց, վիշտ, բան, այտենց բաներ, այդ քո շրջապատը չի։ Ավելավան մենակ նստեց գիրք կարդաց, քան տենց մարդկանց հետ շփվեց։ Ու աշխատի քայլի հատկապես բնության մեջ։ Ու մոռացի, որ դու հիվանդ ես, որ առավոտը արթնանում ես, այսօր դու առողջ ես։ Հələ փորձի այդ ծրագիրը դիր։ Ամեն ինչին էլ մի հավատա, ամեն պատահական մարդի մոտ էլ մի գնա։ Բայց այդ աղոթքներդ լույսը բացի, պարտադիր չի երկար աղոթք դու ունենաս։ Մի անգամ Հայրներն եմ ասում, բան ջան, Տիկին Լուսիա ջան։ Ասա, բան ջան, ոչինչ, ասա։ Շնորհակալ եմ լմասու, հայրներն եմ ասում, որ այսօր էլ լույս բացեցի, վրես որ կամ, որ քո շնորհիվ ես կամ։ Ապրես։ Տեսար ինչ լավ բան ես ասում։ Մի բան էլ ասեմ, չգիտեմ ոնց կընդունես, այդքան հարազատներիդ հետ էլ մի շփվի։ Այստեղ ուղղակի մի քիչ տենց բաներ ցույց տվեց, մի քիչ չար էներգիաներ այն կողմերից եկավ։ Ում հետ էլ որ չես շփվում, ոչ էլ դարդարա։ Քո կյանքով ապրի, ուրախ եղի, մի հիշի, որ դու հիվանդ ես, խնդրի ձեռքերդ վերև, խնդրի արևից էներգիան քաշի, քո որտեղ մագնիս է դա։ Արևից էներգիան քաշի քո դեմքից հետ միջև ոտքերը բեր ու դու կզգաս այդ էներգիան այդ ջերմությունը ոնց է քո վրան գալիս։ Ես չեմ կարող ասեմ քեզ, որ հիմա ամեն ինչը կնենցա ուղղվելու, դառնալու ես այն քո 20 տարեկանի, 17 տարեկանի սուտ կլինի, բայց գոնե էլի կմեղմանա։ Այդքան Կարինե ջան։ Դուք որտեղից եք, մամատ մի քիչ ակցենտ ուներ, որտեղից եք դուք։ Մենք բանից ենք, Արմավիրի մար։ Հոկտեմբերյան, հա դա։ Աղջիկ եմ, բայց վերքաշատի հարց եմ, էլի։ Ինչի հարց, որտեղ է հարց։ Հոկտեմբերյանի Արմավիրն է, Հոկտեմբերյանը, հենց Արմավիրա կոչվում։ Հա։ Գիտաշենից եմ։ Քեզ մի բան ասեմ, հələ լսի, Կարինե, մի հատ գնա այդտեղ Զվարթնոցը։ Ինչը։ Գնա Զվարթնոցը, այդտեղ քանդած է, չէ՞, սաղ այնտեղ քարերի կույտեր կան, բան, կիսա այդ սյուները որ կա։ Գնա այնտեղ պտտվի հեն, մի քիչ գնա պտտվի, տեղ քարերին կպի, այդտեղ զորություն կա։ Այդտեղ գետնին ցած կա, տենց կլոր ոնց բացատրեմ, ոնց որ բանալ ու անցքը լինի, այդտեղ կանգնի կոմար աղոտ քարա, որ դու գնաս ընտեղ կտեսնես, գետնին մեծ տենց անցքա, բանալ ու անցքի նման, բայց վրան փագած է, սետկա է վրան, այդտեղ զորություն կա, կանգնի տեղ աղոտ քարա քո համար, ինչ ուզում ես աղոտի, ձերքերը դվերը պարզի ու աղոտի, դու կզգաս ընտեղ, որ փոփոխություն կզգաս, գնա, եթե հավես կանես իհարկե, դու տենց բաներից ավելի կլավանաս, որտև հրաշքներ աշխարհում կան, դա վերևից եկող ուժերն են։ Կան ու ես հավատում եմ, որ մի օր հրաշք կլինի, լույս կբացի օրես, որ առանց թավերի կլինի։ Ու չչարանաս, երբեք չչարանաս, եթե ես ասեմ այդ հիվանդությունը ինչ է, որ հիմա քեզ մոտ կա, դա պատիժի հիվանդությունն է, դու կվիրավորվես, կասես ինչ եմ արել, որ կարող է դու չես արել, ինչ գիտես։ Աստու գործերն անքննել են, համել ոչ մի բանը ոչ մեկ այդքան հստակ չի մանում։ Չչարանաց երբեք, ինչքան կարաս ուրախ ու բարեղ, եթե ես քեզ ասեմ շփվի միայն բարի մարդկանց, հումորով մարդկանց, որ այն մարդիկ չեն բողոքում, չշփվեց, ուրեմն մտած ինչ եմ ես նման բաներ ասում։
Հիմա եթե դու բողոքական լինես, ծանիծող լինես, չար լինես, նախանձ լինես, քո հիվանդություն ավելի կխորանա։ Ես անեց կընդհանրապես թեմանը, ասու, վերև աստված կա, ուրիշ ոչ մի բան։ Ես անեց թեմանը։ Տիկին ջան։ Հա։ Մի ավելի լավ որ չես անում, ես չասեցի անիծում ես։ Աշխատի չար ոչ մի բան չլինի, որտեղ ցավը քոնն է։ Դու ես այդ ցավը զգում։ Կողքինը կարա քեզ ցավակից լինի, բայց ինքը չի կարա այդ ցավը զգա։ Աղոթքների մեջ եղի ու քեզ ուրախ բային իմացի, որ առավոտ կառնանաս դու բժշկված ես։ Միշտ տենց մտածի, ամեն Աստծո օր։ Այդպես։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, առողջ եղի։ Շնորհակալ եմ։ Ստեսություն։ Այո, լսում եմ ձեզ, ասեք։ Բարև ձեզ, իմ անունը Թաքուի է։ Ես զանգեցի, որ ու կարծում էի հարցերին կպատասխանեք։ Ես իմ աղջիկներիս համար հարցեր ունեմ։ Մենք նոր ենք եկել Ամերիկայից, մոտ 3 տարի եղավ, բայց աղջիկներս երկուսը չեն ամուսնացած։ Իրանք խնդրում են, որ իրան տարինը չաստեմ։ Մենակ ծննդյան թիվերը կարամ ասեմ։ Անունները պարտադիր չի, պարտադիր չի անունները։ Ես անունները հարցնում եմ դիմելու համար, որ ինչպես դիմեմ։ Կարևոր չի անունը։ Բայց ես Թաքուի ջան, ես չեմ կարող որևիցե մի բան անեմ, որ ամուսնանամ, որտեղ ես կախարդական փայտիկ չունեմ։ Գիտեմ, բայց ուզում էի իմանալ։ Ասեք, լավ, ասեք։ Այն մի աղջկա սկզբից մեկին ասեք, միայն մի քիչ արագ խնդրում եմ։ Ամսաթիվ տարեթիվ ասեք, լացկան աղջկա։ Ինքը կամուսնանա, բայց ինքը նշանված եղել, հա? Չէ։ Ինքը կամուսնանա, հիմա ինքը որտեղ է։ Հիմա մեր տանն է։ Հայաստանում է նկատի ունեմ։ Այո։ Հա։ Իրան ամուսնություն սպասվում է, բայց խնդիրը իր մեջ է։ Իր մեջ է խնդիրը։ Ճիշտ մարդկանց հետ չի շփվում, իր ընկերական շրջապատն էլ ճիշտ չի։ Անցյալը շատ է քչփորում։ Լսում է իրան պետք է լսի իրան ներքին ձայնին, որտեղ ինքը լավ ինտուիցիա ունի, պարզապես ինքը բոլորի մեջ նեգատիվ է տեսնում։ Այդ լավ չի։ Ինքը լավատես չի։ Ինքը լավատես չի դա, բայց քանի եկել ենք Հայաստան, որ իմանամ Ամերիկայից եկել ենք, բոլոր ասում են այդտեղը չես թողել։ Ինքն էլ ջղայնանում ասում է այս մեր տունն է։ Ասում է ինչ ես արել, դեռ ինչ ես արել։ Ասում է Հայաստանը իմ տունն է, ես ինչի պետք է բան անեմ։ Հետո ասում են դեռ շատ նեգատիվ բաներ կա, մի գնացեք։ Ինքը քաչորեն խոսում է բոլորի հետ։ Ընտեղից են Ամերիկայից են ասել Հայաստան նեգատիվ բան կա։ Ամերիկա, չէ, Հայաստանում շատերը հարցում են, ինչի ես Ամերիկայից եկել։ Լավ արել։ Բացացում այնտեղ շատ նեգատիվ կա Հայաստանում, պոզիտիվ շատ բաներ կա։ Մնացեք Հայաստան ու ջղայնանում է, որ ստեղ երեխեք ուզում են գնան Ամերիկա։ Շատ սխալ են անում։ Որտեղ է քո աղջիկը ծնվել։ Ամերիկայում են ծնվել, բայց հայերեն են մեծացել։ Հա, տեսա։ Հայերեն, բայց ինքը ավելի շատ օտարազգի մարդկանց հետ աշխատելու, թող թե անպայման աշխատի, անպայման։ Եվ հետևի իր աշխատում է ինքը։ Հա, ինքը միշտ էլ կաշխատի, որտեղ գրագետ բաներ կա իր մոտ, ու ավելի շատ համալսարանը ավարտած է ու աշխատում։ Ավելի շատ փաստաբանական օֆիսային աշխատանքներ իր մոտ ցույց տալիս եւ խորհուրդ տրվում է տղամարդկանց հետ աշխատի, այդպես է իր մոտ։ Իր մոտ ամուսնությունը կա։ Ինչքան է տարիքը լինում։ Տարիքն ինչքան է լինում։ 32։ Ահա, արդեն կբացվի իր ճակատագիրը, որտեղ շատ եմ ասում, հիմա էլ բարձրացան կասեմ, շատ եմ ասում, ու թող բոլոր մամաներն ականջներին օղ անեն, հերիքա խառնվեն իրար։ 29-ից մոտ 31 տարեկան այդքան էլ ամուսնության համար հաջողակ տարիք չի։ Հիմա իր մոտ նոր սկսեց բացվել, նոր այս տարվանից,
ու բացեթել որ կարիճ է, կարիճների մոտ դանդաղ է այդ բաները լինում, ինչի համար, որտեղ իրանք կարմիկական մեծ ծրագիր են տանում իրանց նախնիներից, որ ինչքան նեգատիվ բաներ կա փոքր ու ծես երեխեքի վրա է լինում համարյա մինչև 12 տարեկան, որ շատ բան են իրանք տեսնում, քո աղջկա մոտ միստիկ ու մոգական նշանները շատ են, այդ իր զգացողությունն է, կանխազգացումն է, թող աշխատի ամեն ինչի մեջ լավը տեսնի, ով էլ իրան ինչ կասի վատ բան, թող ուշադրություն չդարձնի, բայց էլի հավանականություն կա, ոնց որ ինքը Հայաստանից էլ դուրս գա։ Չէ, չի ուզում գա։ Չի ուզում։ Չի ուզում, բայց ստեղ տենց ցույց տալիս է, որ իր ամուսնու հետ միգուցե ամուսնությունը պատճառ կդառնա երկիր փոխելու, բայց այդքան խորհուրդ չի տա։ Իրա մոտ դուրսն է, դուրս։ Ամերիկա չի, Եվրոպայի է, այնտեղ մի քիչ մուսուլմանական երկրներ էլ է նաև տալիս, բայց իր ամուսնությունը ավելի շատ դրսի հետ է կապված։ Ոնց որ դուրս կա, բայց հետ գնալ Ամերիկա խորհուրդ չի տա։ Չէ, Ամերիկան գժանոց է։ Հա, այնտեղ հիմա լավ բաներ չի սպասվում։ Եթե եկել է Հայաստան, ասեցիք 3 տարի է։ Այո, հիմնական եկել ենք Հայաստան։ Լավ է կարել։ 4-րդ տարին է այստեղ, Թամար թե Թակուի, ոնց ասեցիք։ 4-րդ Իմ անունը Թակուի է։ Թակուի ջան, տես ինչա ցույց տալիս, բայց ես ինչ ասում եմ, ես կնիկ չեմ դնում ու հարկավոր չի գլուխ կոբալ, որ տեսեք, ես ճիշտ եմ ասում։ Ինչ աստղաբանությունը ցույց է տալիս, ոչ մի բան էլ ոչ մեկն էլ 100% անուշ չի, թող ոչ ոք գլուխ չկովի։ 4 տարի է իրա ցույց տալիս, 4 տարի իրա տեղափոխությունից հետո իր մոտ կամած ինչը չունի, ինչը դատարկա, դա պետք է լրացվի։ Ինձ թվում է այս տարվանից իր մոտ կսկսվի, որտեղ իր ծնունդից հետո 32 տարեկանից նոր իր մոտ սկսվում է շարժվել արդեն։ Աշխատանքը կա, ինքը ուր էլ կգնա կաշխատի, որովհետև ինքը շնորհքով աղջիկա ու գրագետ մարդ է։ Այո։ Այսպես, մյուսին էլ ասեք։ Այս մի քիչ ուրիշ է։ Սա իրար նման չեն։ Այս փուրիկներն էլ իրար հետ կարող են, իրար հետ չեն կարող։ Այո։ Փոքրուց են այդ տեսակ, տարբեր են, շատ տարբեր են, միջև անգամ արտաքինով։ Այս աղջկան սիրել է պետք, ինքը եկել է սիրելու, սիրվելու համար։ Ստեղծագործական ուղեղ ունի, ինքնուրույն մարդ է։ Ահա։ Այո։ Այս աղջիկը էլ դուրս գալի երկրից ոնց որ թե։ Ինչ անենք, որ այս տեսակա, խանդոտ էլ աղջիկա, բայց ինքը հետաքրքիր մարդ է, այս աղջիկա այդ ավելի հեշտ ու թեթև է։ Մի բան եմ ասում նախորոք, ամեն ինչ ասում է, որովհետև մենք մարդ ենք ու հայ ժողովուրդ։ Երբ որ աղջկատ մոտ անձնական հարցեր հանկարծ որևիցե ընկերոջ հետ կհանդիպի, թե հեռախոսային խոսի, թող բերանը փակ պահի։ Շուխուր չի է, ասա շուխուր մի գցի, մի ասա ոչ մեկին ոչ մի բան։ Մի ասա, հատկապես ընկերուհիներ, լավա տղաների հետ բացվի, կիսվի, քան աղջկա, բայց այս աղջիկ ընկերուներ, հա։ Չէ։ Ստեղ ցույց է տալիս մի քիչ։ Փոքրնա, ոչ ընկերա ունեցել, ոչ էլ խոսկանա, ամբողջ ինչ կլին, այս քո բոլոր երեխեքն կամուսնանա, մի դարդարա։ Մի դարդարը ուղղակի մի քիչ ուշ է, այդ մի քիչ մտածելակերպից է գալի ընդեղի դաստիարակությունը ստեղի, ադապտացիա է գնում, կամած կհարմարվեն եւ այս աղջկա մոտ ժամկետ չի է, տես ընդեղ ասեց գնալուց տեղափոխումից 4 տարի հետո, չէ, որ բացվում է կամած։ Այս աղջկա մոտ ժամկետ չկա։ Իր աշխատանքն էլ շուտ է ձանձրանում, ինքը որտեղ պետք է աշխատի, այնտեղ կաշխատի, այնտեղ կաշխատի, հետո այնտեղ չուզենա, այնտեղ կաշխատի, իր մասնագիտությամբ էլ չի աշխատի։ Ճիշտ եք։ Սիրուն բաներ։ Որոնք չեն վճարում, խեղճ երեխային չեն վճարում, շատ քիչ են վճարում, են էլ հուսահատվում, հելում է։ Ինչ է ուզում անի։ Ինքը ուզեց Ամերիկյան համալսարանում աշխատի, որով իր անգլերենը շատ լավ է։ Մենակ 75,000 են տալիս, այն էլ օշականից ընդեղ արդեն կեսից ավելին ճամփու է գնում։
Օշականում եք ապրում։ Օշականում ենք ապրում։ Չէ, եթե համասարանն իր տեղը չի, ճիշտն ասած։ Մի ժամանակ ինքը անգլերենի դաս է տալիս։ Այդպես բաներ չկա։ Ինքը երեխեք է չի կարա։ Չի կարա ինքը երեխեք է, ինչքան էլ սիրի, ինքը չի կարող, որտեղ դա իր գործը չի։ Ինքը կարա սալոններ ունենա, տես մարդը բարձակուն կրթություն ունի, հիմա գնա ծաղիկ վաճառի։ Այդպես է իր մոտ։ Սնունդի հետ կապված, ֆուրշետներ, գեղեցիկ բաներ է իր մոտ տված, ինքը լավ կազմակերպիչ է, ինքն իր գործը, իր սեփական գործը պետք է ունենա։ Միջև անգամ փոքրիկ բիզնես, որտեղ այս աղջիկը փողի մարդ է, ինքը փող է սիրում, լավ ապրել է սիրում։ Ու կանի ու այդ լավ է իր մոտ։ Մի քիչ կոնե դրանից իբարը կբացվի։ Բայց ինքը լավ աղջիկ է, ինքը հեշտ է իր հետ, ինքը ուրախ է, ուղղակի մի քիչ ագրեսիա կա, ոչինչ։ Ոչինչ, դա չգիտեմ ինչ մի մեծ վատ բան չի էլի, որ անդադ ասես, «Ո, ես ինչ վատ բնավորություն է»։ Երկիր ենք փոխել, լրիվ ապրելակերպն ենք փոխել, բա ոնց պետք է լինի, այդ էլ պետք է լինի։ Սատուրնն էլ խոյում է, այնտեղ հիմա փոխվել է, հենց հիմա իրան հնարավորությունների շրջան է տրվում, հիմա այս տարի 25 թվականը, հունվար 2-ից ծեսկում, իր մոտ մեծ փոփոխությունների, բայց գիտես ինչ որ անալիզների եւ ընտրության տարի է համարվում, որ գտի որնակ քոնը, այդ ինստիտուտ մանկապարտեզ, դպրոց ինքը չի կարող։ Չէ, համբերություն չունի։ Չի կարող, ինքը չի կարա նստի ինչ որ երեխեք է դաս պարապի, ինչքան էլ ասեց գերազանց լեզու իմանա։ Այս աղջիկը պետք է ձեռքի կազմակերպի, տուրիստական լավ, կարա խմբեր տանի։ Ինքը սիրում այնտեղ թռնի, այնտեղ թռնի, ու այդ ամբողջ կյանքն է, այտենց ինքը չի ծերանա։ Այո։ Մենակ զգուշ մնա չընկնի, մի քիչ այնտեղ կոտրվածի բաներ է ցույց տալիս իր մոտ, չընկնի իրան խփի հանկարծ այս կոմենկում։ Թող համով բաներ ուտի, մտածի ինչ փոքրիկ միած սիրուն բիզնես բացի, որտեվ այդպես է իր մոտ, ու ինքը այն դեպքում ինքը կաշխատի լավ, երբ որ ինքը իր գործը սիրի, ոչ թե ստիպված լինի, սիրի, լինի հետևողական, իր գործի մեջ ոչ մեկին չվստահի, մի րոպե սիրի, լինի հետևողական եւ չվստահի ոչ մեկին, հենց ինքը տիրություն անի, իր գործը լավ կլինի։ Մինչև անգամ դուք էլ չեք կարող իր այդ աշխատել, ինքը մենակ իր գլուխը կարա լավ էլ պահի, լավ էլ աշխատի, իսկ ինչ վերաբերում ամուսնության, շատ պատահական է իր մոտ։ Ուղղակի ինքը շատ է իր եսը ցույց տալու տղաներին, անդադ իր կարգադրությունը կուզենա, այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի, մի քիչ պետք է զիջող էլ, ինքը այդքան զիջել չունի։ Ձեր տան փոքրն է, էլի, այս կոմա թռնում, այն կոմա թռնում։ Այո, այո։ Այս տարի իրան կա, սնունդի հետ կապված իր մոտ լավ բաներ կա, սնունդի, հողի հետ կա, ձեռքի ստեղծագործող բաներ կա։ Աշխատանքի համար ինքը փող կաշխատի։ Այո։ Մնում անձնականն էլ դա էլ գալիս է իր բնավորությունից։ Մի քիչ ինքը ձեր տղան է, աղջիկը չի, ձեր տղան է։ Ճիշտ եք։ Հա, ոչինչ, բայց նորմալ մարդիկ են, երեխեքը նորմալ են։ Այն աղջիկը ինչքան նստած է, ծանրակշիռ է, ես էլ մի քիչ էլ երեխա է, բայց ինքը չի հասունանա, ինքը միշտ սենց է լինելու։ Թակույ մի անհանգստացի որպես մամա, մի անհանգստացի։ Ամեն առավոտ փառք դրասու, որ երեխեքդ կողք կտեն։ Ու շատ լավ եք արել, ոչ մեկի մի լսեք, որ դուք եկել եք Հայաստան, ամենաճիշտ բանն եք արել։ Այո, երկու աղջիկներս էլ շատ ուրախ են, են մյուս երկուսը ընդեղ են, որով ամուսնացած են, իրանց ընտանիք ունեն, չեմ կարա բան անեմ, դրա համար մեկ գնում գալիս ենք, թորնիկներս էլ են ընդեղ, բայց այս երկու աղջիկս էստեղ են, ուզում եմ տնավորվեն, որ ես էլ մի քիչ թորնիկ կարիք ունեմ, էլի, թորնիկ ունենամ էլի։ Մեր հայ մամաները միշտ էդ են ուզում, առանց իմանալու ժամանակը չի, բոլորս էդ ենք ուզում, հետո որ լինում է, լավ էլ չի լինում։ Մի ուզեք, իրան կգա ամեն ինչը, քանի տարեկան ես։ Բոջոլիկս 20։ Չէ, դուք,
Դու քանի տարեկան Ես ես։ 69 տարեկան եմ։ Հանավ այդքան մեծ տարիք չի։ Ամիսը որն է։ Ձեր ամիսը որն է։ Ֆանատ մայրիկ ես դու։ Բա ձեր ամեն ինչ մի կողմ, ձեր երեխեքը մի կողմ։ Հանգիստ թող իրանց։ Հատկապես այս փոքրին։ Այնքան վրան կխոսած քեզ ոչ մի բան չի ասել։ Մի խոսա։ Ճիշտ ես։ Համ- Մենք խոսում եմ ջղայնանում, հա։ Հիմա քո դերը համով ճաշեր եփելն է, ուրիշ ոչ մի բանով մի հետաքրքրվի։ Իրանք էլ են համով ճաշեր եփում է։ Մեկ ասում եմ դուք եփեք, իրանք էլ են եփում։ Հա, մի խոսքով դու մամաներ ես դաստիարակել, որ իրանք լավ օջախի մայրեր կլինեն։ Մի հետաքրքրվի, այս փոքրին այդքան մի զանգ դու, որ ինքը դուրս է գալի, որտեղ կզայրանա, շատ անգամ հեռախոսել չի վերցնի կանջատե, ավելի կզայրանաս։ Դրա համար հանգիստ թող։ Դու ինքդ հանգիստ ապրի։ Այդպես։ Գնա նստի եկեղեցու պատ, այնտեղ նստարաններ կան, նստի ու նայ անցնող դառնողներին։ Այդտեղ Օշականի եկեղեցին լավն է։ Չես ուզում, լավ, դու գիտես, ես ուղղակի ասեցի։ Շորտի մակարդակը հեն չմնացել արդեն։ Ես Հայաստանում եմ ծնվել մեծացել, 24 տարեկանից մայրս Աֆղանստանի պատերազմից փախչեց եղբայրներից եւ ամենը տեն ընկանք Ամերիկա։ Հա, այդպես է 24 լինում։ տարեկան Հայաստանում եմ եղել։ Հիմա էլ էլի փախցրեցին։ Շորտի մակարդակը իջել է։ Ամեն տեղ էլ իջած է։ Չեմ գնում դուրս։ Ամեն տեղ է այդպես։ Մեր հայերի մոտ որ պետք չէր այտենց, բայց այտենց եղա, բայց լավերը ունենք։ Ունենք լավերը։ Ընկերացի մարդկանց հետ։ Շատ լավ էր ունենք, այո։ Դե լավ, թակուի, հա, թակուի։ Հա, թակուի։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Լույսյա։ Օրհնվեք, լավ երեխեք ունես, կարևորը բարոյական դաստիարակված, մի քիչ էլ մտածի քո մասին, մի քիչ դուրս արի քայլի։ Ամուսնուս հետ մեկ քայլում եմ, գնում եմ Երևան քայլում եմ, հետո գալիս եմ, աղջիկս շատ է տանում, այս կիրակի օրն էլ Հարութի համերգի տոմսերն արել, մամա քեզի սուրպրիզ արեցի, Հարութի համերգի տոմսերը արասեց, պետք է գնանք ընդեղ քայլում ենք։ Գնացեք, շատ լավ է։ Տեսիշ լավ աղջիկներ ունես, մամայի մասին մտածում են։ Այո, շատ լավ աղջիկներ ունեմ։ Ես օրհնված եմ աղջիկներովս, ամուսնովս, թորներովս, իսկապես եմ ասում։ Մենակ ուզում եմ այս երկու աղջիկների ամուսինները հայ լինեն, որովհետև են երկուսինը օտար ազգ են։ Այն մեծի վրա, մեծը չէ, որ մեկները, նոյեմբերի ծնվածի վրա մի քիչ կասկածում եմ։ Ամուսինը կարող է գնա ուրիշ տեղ, կամ ամուսինը ուրիշ տեղից լինի, ոչինչ, Երևի ուրիշ տեղից լինի։ հա, ուրիշ տեղից լինի, որովհետև, միշտ վերևից տրված է, մեր ուզելը քիչ, թող լինի, ես էլ եմ այդպես ուզում, բոլոր, որ մեր գեները շարունակվի, որտեղ աղտոտվել է, ամեն ինչ աղտոտվել է մեզ մոտ, այդ լավ չի։ Դե լավ։ Ճիշտ է։ Աստված օրհնի ձեր օջախին, խնդրեմ։ Ստեսություն ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Լույսյա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ելույթից, ձեր ժողովրդին ցույց տված օգնությունից։ Ասեք, խնդրեմ ձեր հուզող հարցը։ Սենք ես իրա ծննդան թվով բանով դիտամ, թե սենք մենակ անուն ազգանունով։ Չէ, ազգանունը հարկավոր չի, մենակ անուն ազգանունով ես պայծառատես չեմ, որ անուն ասեք, ինչ-որ մի բան ասեմ, միած ձեր տարիքը խնդրում եմ ասեք։ Իմ տարիքը 65 տարեկան եմ ես։ 65։ Այո։ Լավ, հիմա տղայի տարեթիվ, ամսաթիվ ասեք։ Ինչ է իրան վերաբերվում, որ հարցնա ձեզ ուզում։ Ոնց ուզում է իր ամուսնության հարցը։ Ոնց որ սովորական մեր հայ ծնողների։
Մի քիչ ժամանակը Պատերազմից հետո ասենք մեկ քիչ փոխվել է իր մոտ ստրեսային վիճակը հետո այս մեր կառավարության թույլ տված ամեն ինչը հիմարությունները մեկտեղ եթե թույլ կուտակս է բարեխ եթե չէ ուրեմն մնամ հակիրճ պատասխանների մեջ կառավարությունից ինչ կառավարությունից վիավորումը չեն բուժում, չեն ենում, դիզորովես, դիբես, դիմես, չիդեմ, ինչ հնարներ կա, պդի օգտագործես, որ կրանաս, սենք որևէ արդյունքի հասնել։ Ձեր տղան եթե բանակել չգնար, պատերազմի ավելի շուտ պատը չմասնակցեր, ինքը առողջականի խնդիրներ իրան տրված էր։ Ինքը ծառայել է 2 տարի Ղարաբաղում է ծառայել։ Ես դա նկատի չունեմ։ Ես իր համաստեղության նշաններից ելնելով եմ ասում, որ իր մոտ առողջականի խնդիր լինելու էր, անկախ նրանից ինքը գնար թե չգնար։ Մի րոպե ես հիմա նայում եմ, այդպես միանգամից չեմ ասում, խնդիրներ ստեղծող տղա է համարում, էությամբ եմ ասում, էությամբ։ Իսկ որ այդ պատերազմի ստրեսեր է ստացել, դա միայն իր մոտ չի ու այլ ջահել հեչ կապ չունի, որտեղ ահավոր էր դա, ահավոր ու այն էլ երիտասարդ տղա է, որ այդքան աչքի առաջ ահագին բաներ է եղել։ Իր մոտ դժվար է ամուսնությունը, որտեղ շատ բծախնդիր տղա է։ Ես նորից ասեցի, անկախ նրանից ինքը պատերազմի կմասնակցեր թե ոչ, իր մոտ իր բնավորությունն է, այդպես ինքը մեկուսացած, ներքին միայնակության մի քիչ կոպիտ բառով ասել, մի քիչ քթիմած բնավորության մարդ է։ Դժվար է իր հետ։ Ներողություն վերջի բառերը։ Քթիմած, որ ասում եմ կոպիտ է, այսինքն ամեն ինչին, այն որ ասում է ձևի մեջ մազա փնտրում, ամեն ինչին բծախնդիր սենց մեջ նաղ, ինքը ինչ աղջիկ պետք է հավանի։ Ինքը չի հավանի մարդկանց, ամենքին չի հավանի։ Հասկացա։ Այդպեսի բնամ անկախ նրանից է, որ դուք հիմա ճիշտ այդ սոցիալական հարցերն եք բարձրացնում, բայց ես իրան նայում եմ մարդ, որպես մարդ նորմալ երիտասարդ տղա, որը ծառայել եկել է, իր պարտքն տվել է, պատերազմի մասնակցել է եւ հետևանքները շատ վատ մնացել է պատերազմից հետո գումարած ստրեսերը, որ այդ տարիքին մարդը այդքան ստրեսեր է տեսել։ Առանց էլ իր բնավորությունը մենենց հեշտ ու հանգիստ բնավորություն չի, այս ամենը ավելի իր վրա ազդել է, որ իր նյարդային համակարգն է խանգարվել, որից առողջականի խնդիրները դա իր աղիներն է։ Ինչքան ինքը լարվեց ստրեսեր, հա, ինչքան ինքը լարվեց ստրեսեր տարավ, ինքան իր այդ այսինքն հարված անդադ աղիներին է խփելու։ Մեկ պինդ կլինի, մեկ ջրիկ կլինի, իրան ամենից առաջինը, ոչ թե դուք մտածեք, վայ երբ կամուսնանալ, հոգեկան խաղաղ վիճակ է հարկավոր։ Այս մարդուն հարկավոր է բնություն։ Այս մարդը պետք է ապրի սեփական տանը, որ հողի հետ շատ շփվի։ Իրան հողագործությունը շատ լավ է։ Ինչով է ինքը զբաղվում։ Եվ հետաքրքիր է, որ ինքը երբեք, տեսեք դուք հայր եք, որպես ինձ եք մտածում, մեր ղեկավարություն, երկրի օրենք, բաներ, սենց բաներ եք խոսում, բայց մարդուն ինչ է տված, ամեն մարդ դա չգիտի։ Բոլորն է Գյումրին էլ ադատներով երկիր է սովորույթներով պահպանողական իմ սիրած քաղաքն է համարվում։ Իրան տրված է, տղա ջան, դու շփվի ամեն կարգի մարդկանց հետ եւ երբեք մինա այս մարդը աղքատա, հարուստ է, ղեկավար է, չինովնիկ է, ինչա բոլոր հետ ինքը տենց է Կարմիչեսկի մեջ ծրագիր ունի, որ տրված է, դու երբեք պետքա խտրականություն մարդկանց մեջ չդնես, իրան այդպես է, եւ գիտելիք ձեռք բերի անընդհատ ինքը եթե լինի քարտաշ, այդ իրան քիչ է, ինքը էլի պետք է սովորի քարտաշություն, օրինակ եմ բերում քարտաշ, ես հասկանում եմ, հա, խոհարարություն իրան լավ է, կգնա խոհարար աշխատի, չեմ կրասել, բա, այդ հարցին չեմ կրա պատասխանել, իսկ այդ լավ է, իրան տրված է յուրաքանչյուր գործով այս մարդը կարա զբաղվի, աշխատի, որպեսի ինքը փող վաստակի, հետո, առաջին հերթին այս տղան պետքա փող աշխատի, հիմնական աշխատանք ունենա ու վստահ լինի, որ ինքը կարող է ընտանիք պահի,
Ոչ թե պապայի ընտանիքի վրա, պապայի փողը, պապայի այլ հենց ինքը մանրակրկիտ։ Հիմա այս նշանի կենթանակերպի, որ ինքը ծնվել է, այն հիմա իրանց համար մի քիչ լավ շրջան չի։ Նու կույսերի համար, պարզ ասեմ, որ դա բոլորն էլ իմանան։ Տեսել են կույս։ Հապա դրա համար էլ անհանգստանում ես, բայց դրա համար լարվածություն։ Օգոստոսի 28-ին եմ ծնվել։ Հա, այս մի քիչ ուրիշ է, որտեվ 3 դեկադա կա, տարբեր են դրանք։ Բայց դրա համար էլ այսքան անհանգստանում ես, էլի լարված ես շատ, ջղայնանում են։ Մի կողմ տղայի առողջական, ամուսնություն, թոշակ, ձեր ընտանիք, շատ հարցեր։ Այդ լարվածությունն է, որտեվ ձեզ մոտ այս տարի այդպես տարի է։ Հիմա ինքը ինչ դեռ իրան ամուսնության հարցը չկա։ Ամբողջ սեպտեմբեր ամիսը բոլոր կույսերին վերաբերվում է, բաց էլ բոլորին վերաբերվում է, խավարման ամիս է։ Քո տղան էլ այդ խավարման միջանցքի մեջ է։ Ինչքան հիշում եմ 2-3-ին է սեպտեմբերի խավարումը, այն մյուսն էլ արևը 21-ին է, ինքն էլ 11։ Ինչ է հիմնական ասածը հետագայի համար, որտեղ իմ աշխատանքը միշտ հետագան է։ Ես այդքան գուշակություն չեմ անում, ինչքան խրատ խորհուրդ եմ տալի, որ մարդը ինքը կորոշի կանի, թե չի անի։ Եթե մի բան չի ստացվում, այդ ես չեմ անողը, ես ասողն եմ։ Մնում է ինքը անի։ Առաջին։ Ուղղություն եք ցույց տալիս։ Այո։ Որոշ չափով հետևածություն եք։ Ահա, բա դրանից լավ բան։ Նշանակություն ունի։ Դրանից լավ բան, որտեղ հիմա մարդիկ զրուցելու շատ կարիք ունեն, բայց չեն զրուցում։ Ամուսիններն ինչ են իրար հետ վիճում, որտեղ չեն զրուցում։ Եթե նստեն զրուցեն, վեճ չի լինի։ Հիմա այս տղային ամեն առաջինը գիտելիք ձեռք բերելն է յուրաքանչյուր մասնագիտության մեջ։ Սովորել չի սովորի։ Դες նախորոք ասում եմ։ Սովորել վերջացել արդեն, իրավագիտությունն ավարտել է։ Հա, բայց չկա։ Ինքը թող գնա աշխատի։ Ինչ է անում։ Չկա։ Այդ եմ ասում, չկա։ Հիմա ասեցի ինչ որ ինքը գիտելիք գիտի, դա քիչ է, ինքը արհեստ, փեշակ։ Բայց ինչ կանի մարդը, որ հիմա տենց լուրջ տեղա ավարտել, պետքա լուրջ տեղել աշխատի, բայց ինքը չի անում։ Յուրաքանչյուր գործ, մի րոպե, մի հատ էլ նայ, մի րոպե։ Ահա։ Հա, ինքը կարող է գործեր, թարսա պատտվում։ Իրա Մերկուրին հետը թանցավ։ Դրա համար իրա մոտ շատ հարցեր դանդաղ է լինում, շատ դանդաղ, մինչև լինում է արդեն դեպրեսիաները սկսվում է, շնչուղիներն էլ իրա մոտ լավ չի, հևում է, վիրավորվում է, հևում է։ Մի րոպե։ Ինֆորմացված մարդ է համարվում, ինչ դժվար է իրա հետ, ինչ ալոց։ Հիմա իրան հարց տանք, տղա ջան, ինչ ես դու ուզում, ասա, ինչ ես ուզում։ Գիտի պատասխանը, կասկածամիտ է, հավատը կորցրել ամեն ինչի հանդեպ։ Ինչ գործ անում, Նապոլեոն ջան, տղադ որտեղից է փող աշխատելու։ Ուշ է պարում։ Բայց ես ինչ անեմ։ Լավ, հիմա ասենք դու աղջիկ ունես, տարիքը հասել է արդեն ամուսնության, ուզում ես ամուսնացնես։ Ու տեսնում ես միացած քո տղայի նման տղա, փեսա, կտաս աղջկա տիրան։ Ես ինչ օրերել եմ, պիտին, ես աբոկան, ես ոչ շուսենք չեմ խարնվի, աղջիկս ումընդրել եմ, տեսել եղել եմ։ Չէ, ես ասում եմ, քո աղջիկը տա։ Էմնի, որ ընդրել է, ես ունիմ աղջիկ, ընդրել է, ես այդ ընդրածի մեջ չեմ խարնվի։ Չէ, քո տղայի նման, փեսա, կտաս քո աղջկան։ Եթե ընդրել է ինքը, ես խնդիր չեմ տեսնում։ Ոչ աշխատանք ունի հիմնավոր, ստրեսերը մեջը, հիասթափված բոլորից, չգիտի իսկի ինչ է ուզում, դու ոնց կամուսնացնես այդ աղջկան։ Դե իրա ճակատագիրն է, ես չեմ կրա։ Չէ, էդ ինձ մի ամեն ինչ բարդեք ճակատագրի վրա, որտեղ ճակատին գրված չի, մարդու ձեռքումն ամեն ինչը։ Ես էլ ասում եմ ինչ է իրան տրված։ Եկեք այդ պատերազմը թողնենք մի կողմ, հարկավոր չի անդադ անցյալը քչփորել, որտեղ դա լավ բան չի։ Ավելի ստրեսեր է տալիս։ Պարզ իրա գարասկոպը ցույց է տալիս։ Գրագիտացի, ինչ որ գիտես, քիչ գիտես, ու կոշկակար ես ուզում լինես, ուրեմն գնաս սովորի կոշկակարություն, ավելի վերապատրաստի, որ ավելի դու վարպետ լինես, որտեղ ինքը շատ լավ յուպիցեր ունի, որ իրան տրված է իր աշխատանքի մասնագիտության պահվածքի մեջ ճանաչողություն։
այս մարդը ինչ անի, միան մի քիչ ոնց ասած, սերմ մտնի մեջը, ցանկությունը շատ լինի, իր մոտ կստացվի ամեն ինչ։ Միջև անգամ ընտանիքը իր մոտ կճանաչվի որպես լավ ընտանիք, բայց քանի որ իր մոտ հիասթափությունները շատ է, ինքն է ռենտգենի նման մարդկանց մեջ տեսնում, ամեն ինչ տեսնում է։ Ու սենց բնավորությամբ իր մոտ կտա միայնակություն, փակվել է իր մեջ, ուզում եմ մի բանի ելքը տեղը գտի, դուք էլ իր մոտ մի բողոքեք այդքան ղեկավարությունից։ Մի ասա, խես սենց արեց, այն ինձ չարեց, ես ինչի չեղավ, ես ինչ ոչ մի բան մի ասա։ Նեղվում է այդ տրխեն, մեղ կա, ինքը հավոր ստրեսեր է տեսել, մաքուր ազնիվ տղա է։ Այդ ինչ ասեմ, գնա քնիչ աշխատի, չի գնա։ Դաստա հավես չունի։ Ինչ պետք է անի այս տղան, լավ։ Ինչ պետք է անի, ես հիմա չեմ տեսնում իրան որևիցե մի աշխատանքի մեջ խորանա գնա։ Ինչ է անելու այս տղան, որ կարողանա ընտանիք պահի։ Ինքը լիրակայուն աշխատանքը փող աշխատելու չունի, ասում ես տղաս ես երբ կամուցնանա։ Քանի այս տղան իր ցանկության մեջ, աշխատանքի մեջ չի հաստատվել, հիմնավորվել, չի ամուսնանա, որովհետև դեռ պատրաստ չի։ Հիմա կարող է մի աղջիկ տեսնի սիրահարվի, մտածի սա իմ կյանքի ընկերն է, այդպես կմնա։ Հետո կեսից կարող է հիասթափվել, հետո այդ աղջիկը կասի արի գնանք այս կողմեկում չի կարա, պետք է պապայից փող ուզի։ Հա, ամուր չի, այս ընտանիքն է որ կա պապայից փող ուզի։ Ինչ պետք է անի։ Հետո մի բան կարող է հանկարծ իր գլուխը մտնի, երկիրը փոխի, ես դա խորհուրդ չեմ տա։ Ուզենա Հայաստանից գնա։ Ես խորհուրդ չեմ տա, այն նախորդ ասում եմ։ Չի գնում։ Ինքը չի գնում։ Հայաստանից ցանկություն չի հայտնում։ Չէ, իրան հարկավոր չի։ Ստեղ ցուցատալից այս խավարումից հետո մի քիչ կասկածում եմ, այդ սեպտեմբերն է, հանկարծ գլուխը չմտնի, ինչ որ մեկը մի բան ասի ընկնի իր ազդեցության տակ, ասի գնա մի հատ, ոչ, ինքը պետք է մնա տեղ։ Նայում եմ անդադուշադիր ինչ գործ անի, այս տղան որտեղ մտնի, որ իր համար լավ լինի։ Չեմ կարողանում գտնեմ, ուղղակի իր Մերկուրին այնքան լավն է, որ ուղղակի որ թարս է պտտվում, դրա համար չի ստացվում իր մոտ մի բան ինչ որ արագ։ Տված է յուրաքանչյուր գործով դու կարաս զբաղվես ու ոչ թե միայն մի գործով, մի քանի բաներ էլ դու կարաս անես, եւ նա լինի, եւ նա լինի, եւ նա լինի։ Ինքը ունի այդ բանը։ Ինքը հենց մտավ ինչ որ մի հիմնարկ, որտեղ որ ինքը սիրեց, որ իրան դա լավ եղավ, ինքը կշարունակվի։ Ու ինֆորմացիան էլ կա, ինքը ինֆորմացված է։ Մենակ չծխի, մի քիչ չծխի, որտեղ է ստրեսերն իրան մի քիչ լավ վիճակի մեջ չի տնում։ Թե չի ինքը լավ տղա է, ես նայեցի, պարկեշտ, իրան պահել գիտի, գնահատել մեծին գիտի, այս սրանք բոլորը լավ բաներ են։ Բայց այս ստրեսերը, աչքերը ուրիշ տղա, ուրիշ է տառը, իր աչքերը ոչ մի բան չի ասում։ Անդադ վախեր կա իր մեջ, լավ էլ չի քնում իմիջիայլոց։ Հա։ Դու նկատում եք, որ ինքը լավ չի քնում։ Թե ուշադրություն չեն դարձել։ Մտքերն իրան շատ է տանջում։ Շատ է տանջում։ Այս տղային հարկավոր է, ինչ եմ, կարճ կոնկրետ։ Հարկավոր է սեփական տուն, հողի տուն, որ այգի ունենա, այգի։ Դուրը բացանի, որ հողի հետ ինքը գործ ունենա։ Իր սնունդը հարկավոր է, ինչը հողից ներքևա դա իր սնունդը, դա բանջարեղեններն է։ Իրեն հարկավոր է խաղաղ, շատ խաղաղ աշխատանք, հանգիստ, ստեղծագործական աշխատանք եւ էլի նման ընտանիք։ Ու ինքը լավ պապա կլինի, թասիբ կա իր մեջ, այս ամեն ինչ իր մոտ կա, ուղղակի պտտվել է իր մոտ ամեն ինչը, թարս է պտտվում։ Ու այդ կասկածամտությունը, բայց էլ եմ ուզում հասկանալ, ճիշտ է, պատերազմ իր մոտ շատ բան ու շատ-շատերի մոտ փոխեց էնել այս տարիքի, բայց անկախ դրանից էլ եթե պատերազմը չլիներ, իր բնավորությունը մի քիչ դժվար է, ինքը ամենքի հետ չի կարող շփվել։ Ուտելու մեջ էլ է, տենց ամեն ինչ չի ուտի, ամեն ինչ չի սիրի,
ասֆալտի վրա, որ մի փոքր քար ընկած լինի իր ոտքին ա կպնում, ինքը ասում է ինչի պետք է այդպես լինի։ Դա իր մերկուրից ա, որտեղ թարս ա պտտվում։ Նման մարդկանց մոտ արագ ոչ մի բան չի ստացվում, թեկուզտես կարող է ինքերը իր նույն կերպ լինի, իր թոշակի հարցը լինի, ձեր տղայինը չլինի։ Այդպես է իր մոտ։ Դե եթե ես մի դուռը փակա, թողե մյուս դուռը բացանի, պարտադիր չի։ Ասեց ինչի չեղավ ու ասեց վաղը ես ինչ Ես է գուզեին այդպես աներ։ Հա, բայց որ ասենք իրան վրա, եթե դուք այդտեղ մտածեք կեղտոտ բաներ ա վրան արված, որ տենց ա, դա տենց չի։ Մոլորակներ իրա մի քիչ իրա լավ պտույտ չեն տալիս։ Ունեք ինքը կարա շատ լավ լրագրող լիներ, բայց հարկավոր չի։ Են էլ հիմիկվա լրագրողները։ Դու էլ իրանելի 34 տարեկան տղա էլի լրագրող։ Չէ, հարկավոր չի, չէ, են էլ հիմիկվա։ Դե չէ, դիգները չէ, դիգին լույսը հագոպյան, դիգները չէ։ Հա, լավ ինչ ա ուզում, կամ դուք ինչ եք ուզում, որ ձեր տղան անի։ Նիմս, հենց է դիգե, իսենք չնշողը, մեծամասնու չնշողը ինձի դա է։ Ինչ։ Իսենք ամուսնությունը։ Ախր, ոնց ամուսնանա, որ ես տղան փող չի աշխատում։ Տղա մարդ հարովս են, չիմ կարող է ծիդաղելի թվաս են, այդ դիրու թուղթենս են, ինչենս են, մդիքս են, Ես տենց բաներ չտեսա ստեղ։ Ես ձեր տղայի վրա տենց բաներ չտեսա, պարզապես կույսերը միշտ ծնվում են այնպես է ընտանիքում, որտեղ նեգատիվը շատ է լինում, որտեղ իրանք համարում են ֆիլտրացիա, մաքրող։ Եթե կույսա ուրեմն ձեր ընտան, տեսեք երկու հատ կույս։ Բայց ձեր կինը որն է, եթե կույս կա կարիճ էլ պետք է լինի, ձեր կինը որ ամիսն է։ Կաբիդ է։ Ահա։ Կինս կաբիդ է։ Վերջ, արդեն բոլոր հարցերի պատասխանը ես ունեմ։ Ամբողջ նեգատիվը հներից, բայց ստեղ ձեր երեխեն մեղավոր չի։ Եվ մաման կարիճը եկել է այս աշխարհ, որ ամբողջ իր Գերդաստանի վատ, անարդար, բացասական էներգիաները մաքրի, որ դա իր մեղքը չի, դուք էլ որ ձեր միայն հայրական օջախի, գումարած ձեր օջախի, ձեր անձնական օջախի, այսպես է, ինչ պետք է անեք։ Դիգեն լուշապատի ամերը կարիք չէ։ Բասիր կարիճա։ Կաբիդ, հուվայ 13 է։ Կապիկ։ Հա։ Կապիկը Տարով կաբիդ է։ Չէ, տարիները ես չեմ նա։ Ամիսը հուվայ 13։ Կայդ այցեղ ջուրը։ Այցեղ ջուրը խիստ մամայա շատ չոր։ Այցեղ ջուրես։ Ատե հողի նշան եք բոլորդ էլ փաստորեն, տես հողի նշան եք, ոչ օդ կա, ոչ կրակ կա, ոչ ջուր կա, բոլորը թող եք։ Ձեր ընտանիքում պետք է մի հատ ջուր կա, որ այդ հողի վրա ծիլ տա, ձեր հարսը պետք է լինի, և հարկավոր է օդ, այս տղայիդ մոտ իմիջալոց օդը կա, կարող է իր կինը օդի նշան լինի, կարող է ջրի նշան լինի։ Տեսնենք։ Եկեք համբերենք, եկեք այդ վատատեսությունը ու անցյալի քչփորելը հանեք, նստեք տղայիդ խորհրդակցի, տես ասա տղա ջան, ինչ ես ուզում, գնա փորձի, այս դուրը ծեծ, այն դուր, ինչը որ դու սիրում ես, որտեղ քո ներքին ցանկություն կնա, գնա տեղ։ Միջև ինքը աշխատի, որ նոր ամուսնությունը լինի։ Դե եթե ընկերը ունի մեկին հավանում եք դուք, թե ինքը գնացեք գտեք, բերեք ամուսնացեք, ով է ձեր ձեռքը բռնել։ Բայց դեռ այդպես բան չեմ տեսնում։ Եթե ինքը այս տեսակ շարունակեց, Նապոլեոն ջան, ինքը մենակ կմնա, որտեղ իր գարասկոպը միայնակություն է ցույց տալիս, միայնակություն։ Փակվել է իր մեջ։ Պատերազմը դրդապատճառ է իրեն, ոչ թե կոնկրետ պատերազմի պատճառով է սա։ Մինչև այդ ինքսենք են, երևիներ ունեցել է, էլի։ Այն ժամանակ երեխա էր, ինչ էր։ Հիմա սա իրան ստրեսեր ա տվել։ Այն ժամանակ երեխա էր, ինչ էր, հիմա ինչքան հասունանա, այնքան հիասթափությունները շրջապատի հանդեպ լինելու է։ Դե թող մի հատ ուրախ աշխուժ ժպիտով արագաշարժ աղջիկ գտնի ամուսնանա, ինչ անեմ, եթե միայն դրանով եք ամեն ինչը տեսնում, բայց ես ամեն առաջինը կասեմ աշխատի, փող աշխատի, վաստակի առողջականիդ հետևի, ամուր կանգնի ոտքի եւ ամուսնացի ընտանիք ստեղծի երեխաներ բեր։
Էս է իմ ցանկությունը ձեզ։ Այսպես Նապոլեոն ջան, դուք էլ առողջ եղեք։ Առողջ եղեք։ Ձեզ էլ առողջություն, ձեզ էլ։ Քաղաքականության մեջ մի մտեք, որովհետև դա այդքան ճիշտ ու լավ բան չի, զուտեղը նյարդերը խառնելու եք իրար։ Հանգիստ եղեք։ Դե չի ստացվում, ինչ կերասեն, դե լավ են չի ստացվում, անկախ ձերից է գալիս է դե։ Մի կարդացեք, մի լսեք, որովհետև անգրագիտություն ու տգիտություն է իշխում։ Խաղաղ ապրեք։ Դե լավ, համբերություն ձեզ։ Շատ շնորհակալություն, Ստեսություն։ ձեզ էլ առողջություն, ձեր բալիկների գլխի ճամփադասյան եք։ Շնորհակալ եմ։ Վերջացրեցինք այսօրվա զանգերի պատասխանը։ Տեսեք, հուզվեցի այդ տղայը, որտեղ յուրաքանչյուր տղայի համար որ հարց են տալի, անմիջապես իմ կոկորտը խեղդում է։ Այն կինը սկզբից որ ամբողջ հոդերի խնդիր ուներ վերջույթների առողջականի չի հուզվում։ Այս տղաների համար են էլ պատերազմ տեսած ու պապայի իր ուզած իր տղայի ամուսնությունն նորմալ է, բոլոր ծնողներս էլ դա են ուզում, բայց որ ելքը չես կարողանում գտնես ու տեսնում ես, որ այնտեղ բավականին սխալ բաներ կա այդ ընտանիքի, իրենց մոտ էլ չի ստացվում ինչ-որ մի բան, ինչ-որ բաներ թոշակն է, առողջականն է, չամուսնանալը, անմիջապես վերագրում են թուղթ ու գրերը։ Ինչի համար է, լեննականը սաղ այդ այ գորգռում է, ախր չի կարելի։ Գյումրին գարասկոպոտ ձուկ է, շատ եմ այդ բանն ասել, ամեն անգամ դա կրկնում եմ, ես հենց այդ հարցը լինեմ Գյումրի մասին, ձուկ իրենից հավատքա կրոնա, ու հիմա տեսեք հիմա ասեցի, չէ կրոնական պատերազմ ավելի ահավոր է, քան այդ պատերազմները, որ հիմա գնում է։ Ես չգիտեմ Գյումրիում ինչեր կլինի, որտեղ անկախատեսելի դեպքեր է գնում ամբողջ աշխարհով։ Մեկ դրա համար ես միշտ աշխատել եմ 3 ամիս մեկ ինֆորմացիա տալ, չի կարելի ամբողջ տարվա պրոգնոզը տալ, որտեղ ճիշտ չի։ Դու վաղը չգիտես ինչա լինելու։ Իրոք վաղը չգիտես ինչա լինելու։ Որտեղ ապակա չկա, ամեն ինչ անցյալի ու ներկայի մեջ է։ Երեք ես ինչ արել եմ, այսօր դրա պատասխանն է։ Հիմա այսօր ես ինձ ո՞նց կպահեմ, որ մեր ժողովուրդը երբեք չի ընդունում, որ ինքը սխալ է, սխալը դիմացին է, բայց ինքը չի։ Ու վաղը քթից գալիս է, ու սկսում է մեղավորներ փնտրել։ Հիմա այս հայրը վարչապետի հետ հանդիպել է, դիմել է վարչապետին, սխալ է անում, որ ինչի թոշակ չկա, վարչապետն ասում է հա, բայց ոչ մի բան չկա։ Ես չգիտեմ իրադրությունը այնտեղ ինչպես է գնացել ու չեմ էլ ուզում խոսեմ, որտեղ դա իմ թեման չի ու իմ աշխատանքը չի։ Տղայի ամուսնություն ասում, ամեն առաջինը տղան պիտի աշխատի։ Ինքը չի աշխատում, եթե իրանք շատ ապահոված են ու կարան այդ հարցին բերեն ու պահին, բայց դա էլ ժամանակավոր է, մինչև եր։ Այդ փողը ինչ-որ վերջանում է, չէ։ Պետք է լցվի այդ կարասը։ Ու այն էլ կույսը համաստեղությամբ, որ կույսերը պետք է աշխատեն, իրանք ստեղծագործող են, իրանք այնքան աշխատանք կա կույսերին, ինչքան աշխատանք կա կույսին վերաբերվում է։ Ամեն ինչ կարան անեն, որտեղ հողի նշան է։ Տեսեք, հորթը հողի նշան է, այդքան աշխատանք չի տալիս, ինչքան կույսեր են։ Այդտեղ ջուր հողի նշան է, այնտեղ էլ ղեկավարություն, կառավարություն, բարձր դիրքեր, բայց շատ կոպիտ ու չոր նշան է այդտեղ ջուրը եւ կասկածամիտ։ Նրա մաման էլ կինը այդ տղամարդու Նապոլեոնի այդտեղ ջուր աղջիկը չոր նշան է սա։ Իրանց ընտանիքին պակասում է սերը, որ ասես կասի մենք բոլորս իրար սիրում ենք։ Յուրաքանչյուր ընտանիքում սերն է կարևոր։ Ամենից կարևորը սերն է, բայց հիմա սեր բառը սարքել է սենց մի բան։ Աստված սեր է նշանակում, իրար չեն սիրում մարդիկ։ Ինչի է հիմա չարությունը այդքան շատացել, որտեղ սերը կորել է։ Իսկ սերը դա Աստված է։ Հավատն էլ կորել է։ Հիմա էլ կրոնական պատերազմը ընդհանրապես է բերում, բայց այստեղ հարցը եկեղեցին չի, այստեղ որտեղից է գալիս այս ամեն ինչը։ Քահանաներից, որտեղ քաղաքականության մեջ են մտել, աղանդավորները շատացել են, եկեղեցում մտնելուց ամեն քահանա կարող գոռ ասի ինչի
շրտներ քսեցիր, ինչի գլխաշրջը դրեցիր, ինչի սենց հակար, ավելի վանում են։ Այն էլ ես Գյումրիի համար եմ ասում, որտեղ անցյալ հաղորդմանն էլ Գյումրիից էլի, Գյումրին շատ լավն է, շատ որտեղ ինքը շատ լավն է եղել, միշտ։ Ու ես չի ուզենա, որ Գյումրին վատ վիճակի մեջ ընկնել, որտեղ հենց խավարման ժամանակ իրանք ընտրություն արեցին, որը որ շատ սխալ եղավ։ Հիմա սեպտեմբերին էլի խավարում կա։ Տեսնենք հələ ոնց կանցկացնեն մարդիկ։ Թող բոլոր տղաներն էլ աշխատեն։ Հիմնավորը թող հաստուխ լինեն, թող կոշկակար լինեն, թող պատշար լինեն, քարտաշ լինեն, որտեղ վարպետների քաղաք է դա, արհեստավորների քաղաք է, ու դա հեչ վատ բան չի։ Պարտադեչի բոլորը դառնան բիզնեսմեն, այդ ինչ ամբողջ բան է, բիզնեսմեն, այդ ինչ է սարում, բիզնեսմեն, խաբեություն։ Այն տաքսիստը խափում է, մինչև վերևը բժիշկը խափում է։ Հետո ասում են ինչի է վատ։ Հիմա էլ խաբեությունները շատ է, պատիժները հիմա օգոստոսից ավելի շատանալու է, որ սխալ բան արել է, որ պատիժներ կգա ամեն ոլորտում, ովքեր պետությունից կերել է, ով որ մարդու հետևից խփել է, ով որ տուն ունեցվածքից զրկել է, բոլորի մոտ հերթով կգա պատիժ, հետո կասեն մարդիկ չարացել են, բայց այդ ինքը մարդն է այդպեսի։ Ես ուզում եմ, որ բոլոր ընտանիքներում սեր լինի, որպեսզի առողջ երեխաներ ծնվեն։ Ու մեր ազգը բարգավաճի ու ծաղկի, որտեղ դա մեզ տրված է։ Ու հերիքա փնովենք, հերիքա սրան նրան մեղադրենք, ամբողջ բոլորը ձեր մեջ կթեք, ձեր սխալները ոչ մեկի մի մեղադրեք, որտեղ ինքն է մարդը սխալը գործում։ Աստված բոլորից հետ։